Ողջույն։ Այսօրվա մեր խորացված զրույցը մի թեմայի մասին է, որը հաճախ թերագնահատում ենք քնի ուժի մասին։ Հիմնվելու ենք Մեթ Ուոքերի հայտնի TED ելույթի վրա ու կփորձենք հասկանալ ինչու է լավ քնելն ուղղակի կենսական անհրաժեշտություն ձեր ուղեղի ու մարմնի համար։ Որպեսզի միանգամից հասկանանք ինչքան լուրջ է թեման, ահա մի փաստ ելույթից, որն իսկապես ուշագրավ է։ Այն տղամարդիկ, ովքեր գիշերը 5 ժամ են քնում, համեմատած նրանց հետ, ովքեր 7 կամ ավելի են քնում, պարզվում է զգալիորեն ավելի փոքր ամուրզիներ ունեն։ Այո, եւ դեռ ավելին։ Հա։ Տեստոստերոնի մակարդակով նրանք 10 տարով կարծես ավելի մեծ են լինում։ Այսինքն քնի պակասը բառացիորեն ծերացնում է։ Ու նույնը կանանց մոտ էլ կա, չէ՞, վերարտադրողական առողջության հետ կապված։ Այո, նմանատիպ ազդեցություններ կան։ Սա ուղղակի ցույց է տալիս, թե որքան հիմնարար է քունը։ Լավ, հիմա ուղեղի մասին։ Մենք գիտենք քուն պետք է սովորելուց հետո, չէ՞, որ հիշողություններն ամրապնդվեն, ասես save անես։ Հա, բայց Ուոքերը շեշտում է մի ուրիշ շատ կարևոր բան։ Ինչ։ Քուն պետք է նաև սովորելուց առաջ։ Պատկերացրեք, ուղեղը նման է 4 սփունգի, որը պետք է պատրաստ լինի ջուր, այսինքն նոր ինֆորմացիա ներծծելու։ Առանց այդ նախնական քնի։ Առանց դրա, դե ուղեղի հիշողության կենտրոնները, հատկապես հիպոկամպուսը, այդ մուտքային արկաղը, կարծես լցված են լինում, էլ տեղ չկա նոր բան գրելու համար։ Իսկ դա ինչպես է չափվել։ Դե մի հետազոտություն կար, որը նշվում է ելույթում։ Մի խմբին զրկել են քնից, մյուսը նորմալ քնել է։ Արդյունքում քնից զրկված խումբը, ուշադրություն դարձրեք, 40%-ով ավելի վատ է յուրացրել նոր տեղեկատվությունը։ 40%։ Դա ուղղակի հսկայական թիվ է։ Այսինքն առանց քնի նախապատրաստվելը գրեթե իզուր է։ Փաստացի, այո, շատ ավելի դժվար է դառնում։ Իսկ երբ արդեն քնում եք սովորելուց հետո, էլի հրաշքներ են տեղի ունենում։ Ինչ հրաշքներ։ Խորը քնի ժամանակ առաջանում են հատուկ ուղեղային ալիքներ եւ այսպես կոչված քնի սպինդլներ։ Սրանք կարճատև ակտիվության պորտկումներ են, եւ հենց դրանք են օգնում նոր հիշողությունները կարճաժամկետ պահոցից տեղափոխել երկարաժամկետ ավելի ապահով պահեստարան, ասես տվյալների փոխանցում լինի։ Հետաքրքիր է, որ ելույթում նաև ծերացման հետ են կապում քունը։ Տարիքի հետ հիշողությունը թուլանում է, բայց նաև խորը քունը։ Այո, եւ այդ երկուսը շատ սերտ կապված են։ Պարզվում է հենց խորը քնի պակասն է նպաստում հիշողության անկմանը, ծերացման եւ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Բայց սա նշանակում է, որ եթե կարողանանք քունը բարելավել։ Հենց դա է հույս տվող միտքը։ Ի տարբերություն ուղեղի որոշ անդառնալի փոփոխությունների, քնի վրա տեսականորեն կարելի է ազդել։ Ու ակտերը նշում է ոչ թե քնաբերները, որոնք իդեպ բնական քուն չեն տալիս, այլ օրինակ ուղեղի ուղիղ օսանքով խթանման մեթոդը։ Այսինքն թույլ հոսանքով։ Հա, թույլ էլեկտրական խթանում, որը կարող է ուժեղացնել հենց այդ խորը քունը։ Եվ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դա կարող է բարելավել հիշողությունը, հետաքրքիր ուղղություն է։ Անցնենք մարմինի վրա ազդեցությանը։ Ամառային ժամանակի անցման օրինակն ուղղակի ցնցող է։ Միայն 1 ժամ քնի կորուստ գարնան է։ Ահա։ Եվ հաջորդ օրը սրտի կաթվածների թիվն աճում է 24%-ով։ 24։ Անհավանական է։ Իսկ երբ աշնանը այդ ժամը հետ ենք ստանում, կաթվածները նվազում են 21%-ով։ Սա ցույց է տալիս, թե մեր սիրտ-անոթային համակարգը որքան զգայուն է նույնիսկ 1 ժամվա քնի փոփոխության նկատմամբ։ Ու նույնը նաև ճանապարհային պատահարների ու նույնիսկ ինքնասպանությունների դեպքում է, չէ՞։ Այո, նմանատիպ վիճակագրություն կա։ Ցույց է տալիս, թե քունը որքան համակարգային ազդեցություն ունի։ Իսկ ինչ է կատարվում մեր իմունային համակարգի հետ։ Սա էլ է շատ կարևոր։ Օ, այստեղ էլ պատկերը մտահոգիչ է։ Ձեր իմունային համակարգում կան հատուկ բջիջներ, բնական մարդասպաններ են կոչվում։ Հա, լսել եմ։ Natural killer cells։ Այո, նրանք կարծես մեր օրգանիզմի անվտանգության աշխատակիցներն են։ Հայտնաբերում ու ոչնչացնում են վտանգավոր տարրեր, այդ թվում քաղցկեղային բջիջներ։ Հիմա պատկերացրեք 1 գիշեր, ընդամենը 4 ժամ քնելու դեպքում։ Այդ բջիջների ակտիվությունը նվազում է 70%-ով։ 70%-ով? 1 գիշերվա համար։ Այո, 70։ Դա իմունային համակարգի շատ լուրջ թուլացում է։ Եվ սա կարող է բացատրել, թե ինչու կա կապ քնին պակասի ու քաղցկեղի որոշ տեսակների, աղիների, շագնակագեղձի, կրծքագեղձի ռիսկի միջև։ Այնքան լուրջ, որ ԱՀԿ-ն նույնիսկ գիշերային հերթափոխնել։ Հա, դասակարգել է որպես հավանական քաղցկեղացին, հենց քնի խանգարման պատճառով։ Եվ սա դեռ ամենը չէ։
Քնի պակասը կարող է վնասել նույնիսկ ձեր ԴՆԹ-ն, ձեր գենետիկական կոդը։ Սա արդեն շատ լուրջ է հնչում։ Մի ուսումնասիրություն կա, որտեղ մարդիկ մեկ շաբաթ գիշերը 6 ժամ են քնել, ոչ թե 4։ Ընդամենը 6։ Արդյունքում 711 գեների ակտիվությունը խեղճուրվել է։ Ինչ առումով։ Դե այն գեները, որոնք կապված են իմունային համակարգի հետ, կարծես անջատվել են։ Իսկ նրանք, որոնք կապված են ուռուցքների, քրոնիկ բորբոքման, ստրեսի հետ, հակառակը, ավելի են ակտիվացել։ Մի խոսքով պատկերն ակնհայտ է։ Քունը շքեղություն չէ։ Բացարձակ։ Դա կենսաբանական անհրաժեշտություն է։ Ինչպես Վոքերն է ձևակերպում, ձեր կյանքի ապահովման համակարգ։ Եվ որքան քիչ եք քնում, վիճակագրորեն այնքան կարճ է ձեր կյանքը։ Լավ, բայց ինչ անել։ Շատերս խնդիրներ ունեն քննելու հետ։ Հիմնական խորհուրդները իրականում բավականին պարզ են, բայց շատ արդյունավետ, եթե հետևողական լինենք։ Ամենակարևորը կանոնավորությունը։ Այսինքն նույն ժամին պարկել, նույն ժամին արթնանալ։ Այո, ամեն օր։ Նույնիսկ հանգստյան օրերին։ Սա օգնում է ձեր ներքին ժամացույցին կարգավորվել։ Երկրորդ, հով պահեք ննջասենյակը։ Մոտ 18 աստիճան Ցելսիուս իդեալական է։ Մարմնի ջերմաստիճանը պետք է մի փոքր իջնի, որ քուն մտնեք։ Հա, սա կարևոր է։ Ուրիշ ինչ։ Դե ակնհայտ բաներ, խուսափեք քնելուց առաջ ալկոհոլից ու կոֆեինից։ Եթե գիշերը դժվար եք քնում, ցերեկը մի քնեք։ Իսկ եթե պարկել եք անկողնում ու քունը չի տանում, ասենք 15-20 րոպե։ Ինչ անել։ Մի մնացեք այնտեղ տանջվելով, վեր կացեք, գնացեք ուրիշ սենյակ, արեք ինչ-որ հանգիստ, ձանձրալի բան։ Լույսերը թույլ պահեք, երբ նորից քնելու ցանկություն զգաք, նոր վերադարձեք անկողին։ Այսինքն անկողինը միայն քնելու համար։ Այո, որpիսի ձեր ուղեղն այդ ասոցիացիան ստեղծի։ Շատ լավ խորհուրդներ են։ Այնպես որ ինչպես լսեցիք, քունը իսկապես ինչ-որ գերուժ է, որն ազդում է բացարձակապես ամեն ինչի վրա։ Հիշողություն, իմունիտետ, նույնիսկ գեներ։ Եվ Ուոքերի եզրափակիչ միտքը շատ տպավորիչ է։ Քունը մայր բնության լավագույն փորձն է անմահության հասնելու համար։ Գուցե ժամանակն է, որ բոլորս վերանայենք մեր վերաբերմունքը քնի նկատմամբ։ Չհամարենք այն ծուլություն կամ ժամանակի կորուստ, այլ վերականգնենք մեր իրավունքը լիարժեք գիշերային հանգստի։ Եվ գուցե մտածելու տեղիք է տալիս, եթե սա այսքան կարևոր է անհատի համար, միգուցե պետք է դառնա նաև հանրային առողջապահության առաջնահերթություն, ավելի շատ խոսվի, ավելի շատ ուշադրություն դարձվի։